ամեն մեկը պետք է հնարավորություն ստեղծի, որ միասնական լինի թիմը, պետությունը միասնական լինի, որպեսզի մենք գնանք առաջ։ Մասնատված ոչ մի հնարավորություն չկա առաջ գնալու։ Մի քանի թևերով այսօր գնալ ընտրության նշանակում է ընդդիմության ձայները ուղղակի փոշիացնել եւ ամեն մի տոկոսը, ամեն մի ձայնը օգուտ բերի, ոչ թե ցիրուցան արվի այդ ամեն ինչը։ Չեմ հասկանում, այդ դժվար է այդ հասկանալ։ Ընդդիմադիր բոլոր թևերը կգնան ազգային ժողով, ու ազգային ժողովում կձևավորեն այդ միասնությունը, դա տենց չի լինելու։ Դա ակնհայտ է, որ տենց չի լինելու։ Որովհետեւ իշխանությունը եթե Գյումրիի դեպքում պատրաստ չէր, այսօր պատրաստ է, եւ ինքը դա թույլ չի տալու տենց լինի։ Միակ տարբերակը դրսում միավորվելն է, ու դա ճիշտն է, որ դրսում պետք է հնարավորությունները ստեղծվի միակ միասնական բռունցքով գնալ ճակատով, գնալ իշխանափոխության։ Ու ազգային, ներազգային համերաշխությունը նպաստելու է դրան, որովհետեւ դուք ոչ թե այնտեղ հայտնված ուժերով եք միանում, այլ դրսում եղած քաղաքական ուժերով եք միավորվում, որ գնաք այնտեղ։ Որովհետեւ այնտեղ ուզեք չուզեք, եթե տենց հնարավորություն ստեղծվի, այդ կոնսոլիդացիան պետք է լինի, որովհետեւ ճգնաժամային կառավարություն է ձևավորվելու, ուզենաք չուզենաք պետք է դա անեք։ Այդ թվում նաև իշխանությունը, այնտեղ ստիպված պետք է անեք դա, որովհետեւ այսօրվա սահմանադրությունը այն սահմանադրությունն է, որը պետք է, եթե չի բավարարում, պետք է հավաքվեք իրար գլխի կոնսոլիդացիա անեք, դա ուզեք չուզեք ելնելու է։